Վիոլետա, ինչ է եղել, Հարևաններն ասում են, որ այստեղից ոչ հեռու մի կին է ընկել մեքենայի տակ։ Եվ ինչ ես ասում, գուցե դա քո մայրն է, լրիվ այդպիսի բան մի ասա։ Ոչ, ես մորս չեմ բերել այստեղ, որպեսզի նա մեքենայի տակ ընկնի։ Ոչ, այդպիսի բան չկա։ Հարցնել է պետք։ Գնանք։ Սիրո ծով հեռուստասերիալի ցուցադրման գլխավոր հովանավորն էր Prolase Laser Clinic-ը։ Ֆիլմը կրկնօրինակվել է Շանթ հեռուստաընկերությունում 2011 թվականին։ Ողջույն, Շանթի ուղիղ եթերում ձեզ հետ ես եմ, Թակոյ Վարդանյանս, եւ այսօր մեզ մոտ կրկին հյուրընկալման օր է։ Այսօր մեզ մոտ հյուրընկալել ենք 36-րդ Նավասարդյան մարզախաղերի կազմակերպչական հանձնախմբի ատենապետ Մհեր Դավթյանին եւ հանձնախմբի անդամ Սևակ Կարապետյանին։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Ուրախ եմ, որ այստեղ եք եւ ուրախ եմ, որ այսօր հնարավորին չափ տեղեկություններ կհաղորդենք մեր հայրենակիցներին կապված Նավասարդյան ամենամյա անցկացվող Նավասարդյան խաղերի եւ փառատոնի հետ կապված։ Ես արդեն տեղեկացված եմ, որ 36 տարի շարունակ այս միջոցառումը անցկացվում է։ Որն է հիմնական գաղափարը եւ հաջողությունը, որտեղից է գալիս հաջողության գրավականը, որովհետեւ 36 տարի դա արդեն բավականին մեծ թիվ է, նշանակում է, որ սիրված եւ սպասված միջոցառում է մեր համայնքում։ Այո, շնորհակալ ենք Թակոյի այս առիթին։ Ուրեմն, ինչպես 36-րդ տարին է, որ կգազմագերվի այս աշխատանքները, 75-ին 1970 երբ սկսանք այս աշխատանքը, անշուշտ թիվերը բավական տարբեր էին, հիմա շահավի մեծ թիվով կմասնակցին, թե մասնաճյուղերու թիվով եւ թե խումբերը, մարզիկները եւ սկաուտները, որ կմասնակցին, թիվերը շատ մեծացել է, փոխված է։ Եվ ինչու՞ չէ նույնպես ներգաներու թիվը անշուշտ ժամանակին 1000-1500 հոգի ու կարգտիներ եւ այս անցյալ տարի օրինակ ունեցանք մոտ 25000 հանդիսատես, պարզապես հյուրեր։ Այո։ Ուրեմն դարվե-դարի Նավասարդյանի այս սցենարը գմեծնա, գբազմանա, խումբերը գշատնան եւ ժողովրդականություն ունեցած է իր դարբեր ջուղերու մեջ, օրինակ ֆեստիվալը ժամանակին գունենայինք 4-5 գրբակ, հիմա այս տարի ունենք օրինակ 45 գրբակ եւ արդեն 2-3 շաբաթ առաջ sold out էր գրբակները։ Ուրեմն ինչպես կտեսնենք մեծ տարբերություն կա սկսված օրեն ինչեւ այսօր։ Ընդհանուր առմամբ խոսենք այս միջոցառման մասին, ինչպես է անցնում, ես գիտեմ, որ փաստորեն արդեն ասացիք 2 ամիս է տևում, մայիսին սկսվում է եւ մինչեւ հուլիսի սկիզբ։ Ինչպես է կազմակերպվում այդ ամենը։ Ուրեմն խաղերը կսկսին մայիսի սկզբին բասկետի մրցաշարքերով, այդ մրցաշարքները ավարտի կան հուլիսի 4-ի շաբաթավերջին։ Այդ ընթացքի նաեւ դեղի կունենա թեթև աթլետի մրցաշարքը, լողի մրցաշարքը, ոտնակնդակ ֆուտբոլի մրցաշարքը, վոլեյբոլ, ջադրագ, tennis եւ ping-pong table tennis։ Ուրեմն ամեն շաբաթ եւ գիրագի մարզիկները կմասնակցին 6 տարեկան են մինչեւ 40-ն վեր դասակարգում ունենք եւ սկզբնական խաղերն են եւ ավարտական խաղերը ուրեմն այս շաբաթավերջին տեղի կունենան։ Ահա, ինչ սպորտաձևեր են ընդգրկված։ Ուրեմն բասկետբոլ, Այո, ձեր նշածներն էին։ Եվ բաժանում եք տարիքային խմբերի։ Տարիքներու խումբերը կբաժնվին, ուրեմն 6-ն 8 տարեկան դասակարգա, 8-ն 10, 10-ն 12, 12-ն 14, 14-ն 16, 16-ն 18 եւ 18-ն վեր։ Բայց ցանկացած մարդ կարող է գալ մասնակցել, թե դուք ունեք պատրաստած խմբեր։ Խումբերը մասնաճյուղներու միջոցով կներկայանան եւ բոլոր այդ անձը որ գուզե մասնակցին, այդ մասնաճյուղին գտիմե եւ հոմենետմենի անդամ գլա, անդամը լալեն հետո իրեն տարիքին հարմար խումբի մեջ կմասնակցի։ Ուրեմն այս տարի օրինակ 220-ն ավելի բասկետի խումբ կա, 40-ն ավելի ոտնակնդակի խումբ կա եւ այլն եւ այլն։ Բավական մեծ թիվեր կներգրավեն։ Եվ հիմա մենք հասել ենք այն կետին, երբ պետք է անցկացվեն այդ եզրափակիչ միջոցառումները, 4 օր տևողությամբ փառատոն, համերգ եւ այլն։
Այո, ուրեմն հունիս 30-ին Փարադոնի առաջին օրն է, 5 շաբթի օր, ժամը 4-ին մինչև գեսգիշեր։ Ուրեմն եւ հաջորդող 3 օրերուն հուլիս 1, հուլիս 2 եւ 3 դարձյալ ունենք Փարադոն, անշուշտ հունիս 30-ին եւ 5 շաբթի եւ գիրագի օրերը ունենք հրավառություն։ Կարնիկ Սարգսյան, Հարութ Փամուկյան, ես ունիմ օրինակ երկար ցանգը երկիչներու եւ բարախումբեր Մաքսիմը, Կարնիկ Սարգսյանը, Հոյլարին, Արմինը, Հրաչ Բողարյան, Մանվել Ոսկերիչյան, Սահակ Սիսլյան, Անտուան Բեզջան եւ այլն 20-ն ավելի ուրեմն արվեստագետներ, երկիչներ պիտի այո, ելույթ պիտի ունենան այդ Փարադոնի ընթացքին։ Հոնունինք գրբագներ եւ մեր մասնաճյուղերու միջոցով ուրեմն հոնգ մատակարարվի դարբեր համատամ ջաշեր, խորովածի դեսակներ եւ այլն, որովհետեւ ժողովուրդը թե համդեսը եւ թե ընտանեկան ուրախ ժամանակ անցնի։ Այո, ես գրում եմ, որ ընտանիքով գալը երևի թե շատ հաճելի կլինի։ Իրապես լավ ժամանակ։ 4-ին սկսվում է, ինչից է սկսվում եւ օրակարգը ինչպես է ընթանում։ Ընդհանրապես ժողովուրդը կսկսին ներգանալ ժամը 4-ին հետո, ինչպես ավելի կսպասեն դակ ժամերը անցին արևը երթավերջը ներգալան, ուրեմն 6-ին 7-ին մեր երկիչները կսկսին ելույթ ունենալ։ Ներողություն ընդհատելու համար կրպակները դրսում են եւ եթե գալիս են արդեն հյուրերը կարող են շրջել կրպակներով, միգուցե գնումներ կատարել։ Գնումներ ունեն դարբեր օրինակ ֆեշնի դերեր կան, ոսկերիչներ ունենք on, CD ձախողներ, դարբեր դեսակ հետաքրքիր ապրանքներ կլինեն վստահ եմ։ Եվ հյուրասիրությունն էլ է այդ նույն ժամանակ թե հատուկ ժամ եք հատկացրել հյուրասիրության։ Ինչ տեսակ հյուրասիրություն։ Այդ երբ ասացիք դրսում է չի լինելու հյուրասիրություն խորովածների։ Այո, նույն ժամեր ունեն, ուրեմն գրբակները թե վենդերներ ու գրբակները եւ թե ջաշեր ու գրբակները նույն ժամեր ունեն, այսինքն ժամը 4-ին կսկսի մինչև կեսգիշեր։ Մինչև 6-7-ը արդեն սկսում են։ Այո։ Միջոցառումը մշակութային համերգային։ Եվ նույն ժամանակ մենյունադեն խաղերը դեղի ունենան, այսինքն այդ ժողովուրդը որ գուզե խաղը դիտել, գետա air conditioned տաշտերու մեջ խաղերը դիտել, կամ ֆուտբոլի տաշտ գետա ֆուտբոլի ոտնանքտայի խաղը դիտելու։ Ներողություն նորից ընդհատեմ։ Ինչ խաղեր պետք է այդ ժամանակ դիտեն, արդեն եզրափակիչ խաղերն են, հաղթողների միջև։ 5 շաբթի ուրբաթ օրինակ Դագավին սկզբնական խաղեր են, որտեղ մեր հերավոր մասնաճյուղները ոչ հարավային Կալիֆոռնիա մասնաճյուղները գուքան եւ մասնակցին խաղերուն, so իրենց սկզբնական խաղերը դեղի ունենան, շաբաթ գեսորվենի սկսյալ ավարտական խաղերն են, միայն գիրագի ամեն ով որ ախոյանական խաղին պիտի հասնի, այդ խաղերը դեղի ունենան։ So գամած 5 շաբթի ուրբաթ Դագավին սկսնական է, շաբաթ կեսորին արդեն ավարտական խաղերը կսկսին եւ բոլոր խաղերուն ախոյանական տասագարկային խաղերը գիրագի օր դեղի ունենան։ Ահա, եւ տարբեր մարզաձևերում։ Բոլոր լա բասկետ, լա ոտնակընթակ, կամ լա վոլեյբոլ ամենն ջիմերում մեջն են, կամ այո, տաշտերում վրա, իսկ անհատականները թենիս եւ թեյբլ թենիսը շաբաթը վերջին ունենան, իրենց ժամերը ունին, իսկ շախմատը պիտի լա գիրագի օրը հուլիս 3-ին եւ բաց է ով որ ազատ է մասնակցությունը, ադան մինակ գիրագի օրը դեղի ունենա արդվա 9:30-ին։ Ահա, շատ լավ, վերադառնանք ձեզ, պարոն Դավթյան։ Ուրեմն, փաստորեն մի փոքր զբոսնելուց եւ գնումներ կատարելուց, հյուրասիրվելուց հետո արդեն կարող են ցանկացողները դիտել խաղերը։ Այո։ Եվ ունգընտրեն մեր հայտնի երկիչները, օրինակ համար Կարնիկ Սարգսյանը ելույթ պիտի ունենա 5 շաբթի եւ շաբաթ կարծեմ, չէ։ 5 շաբթի եւ շաբաթ օրը Կարնիկ Սարգսյան ընդհանրապես մեծ ժողովրդականություն ունի, Հարութ Փամուկյանը շատ սիրված երկիչ։ Այո, գիրագի օրը ելույթ պիտի ունենա եւ հրավառությունը մանավանդ փոքրերու համար շատ հրավուրիչ երևույթ է։ Ժամը քանիսին է ծրագրված։ Ընդհանրապես հրավառությունը ժամը 9:30-ի ադեն 9-ին 10-ի մեջ տեղի ունենա։ Վստահ չեմ ճիշտ permit-ը երբ առնված է այս տարի, բայց ընդհանրապես 9-ին 10 է, այո։ Ուրեմն մանրամասնություններու համար վստահ եմ էկրանի վրա գտնվի, բայց navasatyan games.com եթե երթան
բոլոր մանրամասնությունները հոնգլան, դարձյալ գնան ինչպես նաև հերացանել 855 Նավասարդյան թվին, որբեսի բոլոր մանրամասնությունները ստանան։ Մենք մուտքի սագերու մասին արգուզեմ անդրադառնալ, այս տարի պարքինգը միայն $5 է, լրիվ օրը գնան պարքնել $5։ Եվ բավականաչափ կլինի տարածք։ Այո, մեծ պարքինգներ ունենք, մոտավորապես 800 հոգի, 800 մեքենայի համար պարքինգ ունենք, ուրեմն մեծերու համար մուտքը $10 է օրական, փոքրերու համար $5 է, իսկ 5 տարեկանեն փոքր երեխաներու համար ծրի է, անվճար է, իսկ եթե գանուխեն on-line ելեն եւ տիկետները առնեն, գնան 1 օր ծրի առնել, այսինքն 4 օրվա վճարել եւ 3 օրվա քինը վճարել։ Հա, հոյակապ է։ Շատ լավ, եւ տոմսերը որտեղ են վաճառվում։ Online է, միայն online գնան առնել, գամ գերտան navasartyangames.com եւ գամալ itsmyseat.com գնան հոմ վճարել, գամալ մուտքին մոտ կվաճառվեն տոմսեր։ Այո, այո։ Հոյակապ է, մատչելի գնով մեծ բավականություն ամբողջ ընտանիքի համար, կարծում եմ, որ այս 4 օրերից գոնե 1-2-ը կարելի է ընտրել եւ ժամանակ անցկացնել։ Ես էլ կփորձեմ գալ, որովհետեւ միշտ լսել եմ, միշտ ողջևորվել եմ, բայց երբեք չեմ կարողացել գալ։ Այս անգամ պիտի անպայման գամ եւ տեսնեմ, թե ինչպես է անցնում այդ ամբողջը։ Կարծում եմ, որ հետաքրքիր կլինի։ Սիրելի հեռուստադիտողներ, ես եւս մեկ անգամ կրկնեմ, որ ինտերնետի միջոցով, այսինքն on-line կարող եք տոմսերը պատվիրել բավականին մատչելի գներով, $10 մեծերի համար, $5 փոքրերի համար, կարող եք այս ընթացքում արդեն տեսնել, թե ինչ է հավելյալ տեղեկություններ ձեզ հետաքրքրում են, վեբսայթի միջոցով կարող եք ստանալ։ Իսկ մենք քիչ հետո կվերադառնանք եւ կշարունակենք զրուցել։ Grow lashes. Grow longer, grow fuller, and darker lashes. Grow? How's that possible? I'm using Latisse, the first and only FDA-approved prescription treatment for inadequate or not enough lashes. Applied nightly as instructed by your doctor, Latisse grows lashes in as little as 8 weeks, with full results in 12 to 16. If you are using prescription products for lowering eye pressure or have a history of eye pressure problems, only use Latisse under close doctor care. May cause eyelid skin darkening, which may be reversible, and there is potential for increased brown iris pigmentation, which is likely permanent. If you develop or experience any eye problems or have eye surgery, consult your doctor immediately. Common side effects include itchy eyes and eye redness. Grow longer, fuller, darker lashes. Ask your doctor if Latisse is right for you. Find a doctor at Latisse.com today. The wait is over. Successful lap band patients, Dr. David Doftian and Dr. Harvey Cohen, I've lost almost 100 pounds. are changing lives with the lap band. It did change my life around, so now I'm performing the lap band to help others. He'll tell you how it is, because he's done it himself. Lost about 125 pounds. Dr. Doftian is a godsend. He's my miracle worker. He gets it. Phenomenal. Visit lapbandla.com. Little Paris, exclusive Hugo Boss store. Ամենաշատ բազմատեսակ Hugo Boss-ի հավաքածուն Լոս Անջելեսում։ Hugo Boss սպորտային համազգեստեր $150, Hugo Boss ջինսեր $50, Puma սպորտային համազգեստեր $50, անվանի կոստյումներ Hugo Boss, Calvin Klein, DKNY, Ralph Lauren, Kenneth Cole, Michael Kors, այս ամեն կոստյումները գնելիս երկրորդ կոստյումը կստանաք զրի։ Կոստյումները սկսած $100-ից, իսկ ամեն ինչ խանութում գնելիս երկրորդը կեսգին։ We accept any Menster coupon including Macy's. Խանութը բաց է 3 շաբթի շաբաթ 10-ից 7 Little Paris հայ ընտանիքների լավագույն առևտրի կենտրոն
Հայկական բարեգործական ընդհանուր միության Մանուկյան Դեմիրճյան 35-ամյա վարժարանը հայտարարում է 2011-12 ուսումնական տարվա ընդունելություն, մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան։ Այս դպրոցը միակն է հայկական կրթօջախների մեջ, որ հագեցած է տեխնիկական ժամանակակից միջոցներով՝ Smart Board, Cisco Academy, Robotics։ Ի տարբերություն մյուս դպրոցների, Մանուկյան Դեմիրճյան վարժարանում կան համակարգչային արդիական լաբորատորիաներ, Rosetta Stone օտարլեզուների ուսուցում, Պարի եւ թատրոնի ակադեմիա, զանազան մարզաձևեր, եւ այս բոլորը հայկական